Գիրք Եզեկիել, գլուխ 30. Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Մարդի որդի, մարգարեացիր եւ ասիր. այսպես է ասում Տեր Եհովան. ողբացեք, ավաղ այն օրվան, որովհետև օրը մոտեցել է, եւ մոտացել է Տիրոջ օրը, ամպոտ օրը. դա ազգերի ժամանակը պիտի լինի, եւ սուր պիտի գա Եգիպտոսի վրա, եւ երկունք պիտի լինի Եթովպիայումը, երբ որ Եգիպտոսումը կընկնեն սպանվածները, եւ վեր կառնեն նրա առատությունը, եւ քարուքանդ կլինեն նրա հիմունքը. Եթովպացիք, Փութացիք, Ղուդացիք եւ բոլոր խառնիճաղան ժողովուրդը եւ Քուբացիք եւ ուխտի երկրի որդիքը նրանց հետ սրով պիտի ընկնեն. այսպես է ասում Տերը. Եգիպտոսի օգնականներն էլ պիտի ընկնեն, եւ պիտի իջնեն նրա զորության հպարտությունը, Մագդողից մինչև Սուհեն սրով պիտի ընկնեն նրանում, ասում է Տեր Եհովան, եւ պիտի ամայանան ամայացած երկիրների միջում, եւ նրա քաղաքները պիտի լինեն անապատացած քաղաքների մեջ, եւ պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ որ ես կրակ կգցեմ Եգիպտոսի մեջ, եւ կկոտրատվին նրա բոլոր օգնականները. այն օրը դեսպաններ պիտի դուրս գան նավերով իմ առաջից, ապահով եթովպացիներին վախեցնելու համար, եւ նրանց մեջ երկունք պիտի լինի Եգիպտոսի օրվա պես, որովհետև ահա գալիս է. այսպես է ասում Տեր Եհովան. եւ Եգիպտոսի բազմությունն էլ պիտի փչացնեմ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռովը. նա եւ իր ժողովուրդն իր հետ ազգերի բռնակալները բերվում են երկիրը ավերականելու, եւ նրանք պիտի մերկացնեն իրանց սուրերը Եգիպտոսի վրա, եւ երկիրը պիտի լցնեն սպանվածներով, եւ ես պիտի ցամաքեցնեմ գետերը, եւ երկիրը ծախեմ չարերի ձեռքը, եւ ամայի անեմ երկիրը, եւ նրա լիությունը օտարների ձեռով. ես Տերս եմ խոսել. այսպես է ասում Տեր Եհովան. ես կուռքերն էլ պիտի բնաջինջ անեմ, եւ փչացնեմ չաստվածները Մեմփիսից, եւ Եգիպտոսի երկրիցը այլևս իշխան պիտի չլինի, եւ վախ պիտի դնեմ Եգիպտոսի երկրումը, եւ պիտի ամայի անեմ Պաթուրեսին, եւ Տայանիսի մեջ կրակ պիտի գցեմ, եւ Նովի մեջ դատաստաններ պիտի անեմ, եւ իմ սրտմտությունը պիտի թափեմ Եգիպտոսի ամրության Սինի վրա, եւ պիտի ջարդեմ Նովի բազմությունը, եւ կրակ պիտի գցեմ Եգիպտոսի մեջ. Սինը պիտի երկունքներով գալարվի, եւ Նովը պիտի ճեղքվի, եւ թշնամիները պիտի Մեմփիսը ցերեկով առնեն, Արեգի եւ Բուրաստի երիտասարդները պիտի սրով ընկնեն, եւ իրանք գերի պիտի գնան, եւ տափնասում ցերեկը պիտի խավար դառնա, երբ որ ես այնտեղ կոտրատեմ Եգիպտոսի լուծերը, եւ երբ որ այնտեղ կփչանա նրա ուժի հպարտությունը, ամպ պիտի ծածկե նրան, եւ նրա աղջկերքը գերի պիտի գնան. այսպես ես Եգիպտոսում դատաստաններ պիտի անեմ, եւ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը. Եվ եղավ 11-րդ տարվա առաջին ամսի 7-ին Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Մարդի որդի, Եգիպտոսի փարավոն թագավորի բազուկը կոտրեցի, եւ ահա նա պիտի չփաթաթվի բժշկություն տալու համար, որ կապ դնեն փաթաթածի վրա, որպեսզի զորանա սուր բռնելու համար. դրա համար այսպես է ասում Տեր Եհովան. ահա ես Եգիպտոսի փարավոն թագավորի դեմ եմ, եւ պիտի փշրեմ նրա բազուկները, թե զորավորը, թե կոտրածը, եւ վայր պիտի գցել տամ սուրը նրա ձեռքիցը, եւ եգիպտացիներին պիտի ցրվեմ ազգերի մեջ, եւ նրանց սփռեմ երկիրների մեջ, բայց պիտի զորացնեմ Բաբիլոնի թագավորի բազուկները, եւ իմ սուրը պիտի դնեմ նրա ձեռքին, սակայն փարավոնի բազուկները պիտի փշրեմ, եւ նա պիտի սպանվողի հեծեծանքովը հեծե նրա առաջին, եւ Բաբիլոնի թագավորի բազուկները պիտի զորացնեմ, իսկ փարավոնի բազուկները պիտի ընկնեն, եւ պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ որ ես իմ սուրը կտամ Բաբիլոնի թագավորի ձեռքը, եւ նա նրան կմեկնե Եգիպտոսի երկրի վրա, եւ կցրվեմ եգիպտացիներին ազգերի մեջ, եւ նրանց կսփռեմ երկիրների մեջ, այն ժամանակ կիմանան, որ ես եմ Տերը։